Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը եւ ազգագործան պատուասը իրեն բնորոշ ոճով հերթական ատելության չափականակն է ներարկում արցախցիների նկատմամբ, իր քաղաքական հակառակորդների նկատմամբ եւ Նիկոլ Փաշինյանը ըստ էության վերադարձել է իրեն բնորոշ, իրեն հարազատ հիստերիկ ոճի մեջ։ Այս եւ այլ հարցեր շուրջ այսօր զրուցել եմ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանի հետ, ողջույն Տիկին Հովսեփյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նիկոլ Փաշինյանը արցախցիներին համարեց ուտող ուրացող, նշելով, որ հայաստանցիները զողությունների են գնացել այս 30 տարիների կտրվածքով, իսկ այսօր արցախցիները բողոքում են եւ նրանք ուտող ուրացող են։ Եկեք նախ փորձենք ջարդել այս քարոզչական միֆը, դա այն միֆերի շարքից է, որ իբրև թե արցախցիները չեն կռվել, արցախցիները իբրև թե շնորհակալ չեն կամ ապերախտ են եւ այլն։ Շատ զգայուն թեմա եք շոշափում եւ այդ թեման իսկապես բացի քաղաքական կոնտեքստից շատ նաեւ մեր արցախցիների համար շատ ցավալի է, որովհետեւ իսկապես այս ամբողջ տարիների ընթացքում ինչքան որ նրանք փորձում էին այս ատելության սերմերը գցել մեր հասարակության մեջ, այնուամենայնիվ ես համոզված եմ, որ Հայաստանում շատ փոքր մաս է այդպես կարծում, Հայաստանի ժողովրդի շատ փոքր մաս է այդպես մտածում, այն նարատիվները, որ այս իշխանությունները տարածում են, շատ փոքր հատվածի է առնչվում, որովհետև ի վերջո շատ շատերը Հայաստանից գալիս էին նաև Արցախ, տեսնում էին Արցախը ինչպիսին է, արցախցիների հետ են շփվում։ Շատ շատերը շփվում են նաև իրենց անմիջական հարևանության շրջանում ցավոք սրտի, բռնագաղթից հետո արցախցիների հետ եւ լավը եւ վատը տեսնելով, բայց հասկանում ենք, որ նույն հայն է, ունենալով եւ լավը եւ վատը։ Իսկ գալով այն նարատիվներին, որ մենք չենք աշխատել առհասարակ 30 տարի չենք աշխատում, Հայաստանից հարկատուն էր իր հարկերի միջոցով արցախցիներին պահում, որ արցախցիները չեն կռվել, փախել են այդ թեմաներին, կարող ենք շատ մանրակրկիտ բացատրություններ տալ, ես կարող եմ անգամ բոլոր ամեն թվերով, թվականներով տալ, թե ինչքան էր նաև բոլոր այն ապրանքները, որ մտնում էին Արցախ, նրանք մաքսազերծվում էին Հայաստանի Հանրապետությունում, այսինքն այդ ամբողջ գումարը մտնում էր Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եւ եթե նույն այդ գումարը գրեթե հավասարաչափ էր դառնում այն տարեկան վարկին, որ Հայաստանը տրամադրում էր Արցախին, այսինքն մենք տնտեսական առումով մի համակարգ էինք, ու այստեղ տարանջատելը ընդհանրապես տեղին չի, որովհետև մեկ ընդհանուր տնտեսական էկոնոմիկի այդ համակարգի մեջ էինք մենք բոլորս։ Եվ մյուս կողմից կարող ենք ասել նույն էլեկտրաէներգիա էր Արցախից հասնում Հայաստան, նույն ցորենն էր Արցախից հասնում Հայաստան, այս ամենը կարող ենք շատ մանրակրկիտ օրինակներ բերել, բայց ավելի շատ գլոբալ խնդրին մոտենալով հասկանում ենք, որ սա ուներ մի նպատակ, պառակտման, այս իշխանությունները պառակտման վարպետ են, սա ինձ թվում է անհերքելի փաստ է, նրանք սևերի սպիտակների, օպել քշողների, չգիտեմ, ինչ որ թանկանոց մեքենա քշողների, հարուստների աղքատների, նրանք անընդհատ այս պառակտումներն են մտցնում եւ նույնը արցախցիների վերաբերյալ է, իսկ այլ առհասարակ անբարոյականության գիծը հատող արտահայտությունները, որ արցախցիները չեն կռվել, փախել են, 200-ից ավել զոհ ունենալով մեկ օրում արցախցիները սեպտեմբերի 19-ին, այո, նրանք ապացուցել են, որ մինչև վերջը պայքարի պատրաստ են ու պայքարում են իրենց հայրենիքի համար։ Եվ զենքը վայր են դրել այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները, նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը չի պատրաստվում միջամտել։ Մի հատ էլ հարց էլի, այսինքն sense ընդհանուր գալով։ Այսօր որ Նիկոլ Փաշինյանը մեզ վախեցնում է Ադրբեջանով եւ Թուրքիայով, որ մենք այս տարածքը չտանք, Ադրբեջանը պատերազմ կսկսի, մենք այս զիջումը չանենք, Ադրբեջանը պատերազմ կսկսի, 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը իր սպառազինություններով, ՄԱԿ-ի անդամ եւ այլն, ինքը պատրաստ էր մեզ հիմա Ադրբեջանի հետ պատերազմով վախեցնել, բայց 120,000 արցախցիներից պահանջում էր, ասում էր դուք չեք կռվել 9 միլիոնանոց, 10 միլիոնանոց Ադրբեջանի դեմ։ Սա ուղղակի ցինիզմի վերին մակարդակ է։
Նիկոլ Փաշինյանը վերջերս նաև հայտարարեց, որ Արցախյան շարժումը դա հայ ժողովրդի ճակատագրական սխալն էր։ Մենք գիտենք, որ 80 թվականի շարժման արդյունքներով է, որ հայ ժողովուրդը ձեռք է բերել անկախ պետականություն եւ 90-ականների փառահեղ հաղթանակ։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը նաև եկեք հասկանանք, որ հակասում է ինքն իրեն։ Երբ որ 2019 թվականին օգոստոս ամսին Ստեփանակերտում նա գոռում էր, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ապա արդյոք այդ ժամանակ չէր հասկանում, որ իր բառերով ասած Ղարաբաղյան շարժումը դա ճակատագրական սխալ էր։ Տեսեք, պատմական իրադարձությունները չի կարելի դիտարկել մեկ պրիզմայից, չի կարելի դիտարկել մեկ մարդու ասածից։ Ես բազմիցս եմ ասել, այսօր էլ կարող եմ ասել, որ Արցախի հարցը չի պատկանում մեկ անձի, մեկ կառավարության անգամ։ Արցախի հարցը Հայաստան, Արցախ, Սփյուռք ընդհանուր մեր եռամիասնության մասին է եւ մեր հայ ժողովուրդն է 88 թվականի իր խոսքը բարձրաձայնել, իր ոչը ասել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին եւ ասել, որ Արցախը հայկական է ու Արցախ ունի հայկական անցյալ, ներկա ու ապագա։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությունով ուզում է ասել, որ այդ ամբողջ ժողովուրդը, հայ ժողովուրդը սխալ էր։ Նա դրա իրավունքը չունի, նա չունի այն, թեկուզ նա արդեն ինչպես ասեցինք, վարպետ է իր սխալները, մեղքերը ուրիշի վրա բարթելու, այս անգամ եւս նույնը նա արեց, սակայն այստեղ մի հատ այլ հետաքրքիր թեմայի կցանկանայի անդրադառնալ, որ վերջերս նա նաև հայտարարում է, որ Սյունիքի հարցի մասին էր փորձում խոսել, իսկ կներեք այդ Սյունիքի հարցը երբ է եղել Սյունիքի հարց, մենք կարող ենք հարց ինքներս բարձրաձայնել, առհասարակ առնվազն ես աշխատելով արտաքին գործերի նախարարությունում երբևէ արտաքին քաղաքական մեր խոսույթում, մեր հարաբերություններում Սյունիքի հարց չի եղել, անգամ Նիկոլ Փաշինյանի օրոք աշխատած արտաքին գործերի նախարարները ասում են, որ Հայաստանի տարածքները երբևէ բանակցային սեղանին դրված չի եղել եւ երբևէ բանակցության առարկա չեն եղել։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի օրոք նա ստեղծում է խնդիր եւ փորձում է այդ խնդրի լուծումը վաճառել մեզ վրա։ Նա ստեղծում է խնդիր, այսօր մենք ունենք Հայաստանի սուվերեն, միջազգայինորեն ճանաչված, իր սիրելի բառերը, օգտագործենք, սուվերեն, ինքնիշխան, միջազգայինորեն ճանաչված այդ տարածքները մենք ունենք ադրբեջանական զորքեր։ Նա հիմա ջերմուկ Վարդենիս տարածքներ Տավուշ, հիմա նա փորձում է այս ադրբեջանցիների այնտեղ գտնվելը մեզ վրա վաճառել, ասել հեսա մենք շուտով այդ հարցը կլուծենք, այսինքն ինչու ես այդ խնդիրը ստեղծել, ինչպես է ադրբեջանցին հասել ջերմուկի սահման, որովհետև նախ Արցախը չկար, մեր դարպասը չկար, երկրորդ կա թույլ ղեկավարություն իդեմս Նիկոլ Փաշինյանի, որովհետև կա անընդհատ ու անընդմեջ միակողմանի զիջումներ։ Սրա վերջ պետք է տրվի վերջո եւ մենք ուժեղ Հայաստան կուսակցությունով ասում ենք, որ փոփոխությունները անխուսափելի են, որ ասում ենք փոփոխությունները պետք են, դա մենակ մեր խոսքերը չէ, ինչքան որ շփում ենք մարդկանց հետ, բոլորը մեծամասնությունը փոփոխություն են ուզում իրենց կյանքում եւ այդ փոփոխությունները մենք բերելու ենք։ Դուք ակտիվ ընտրարշավի մեջ եք, նշեցիք, որ շփվում եք քաղաքացիների հետ, նշեցիք, որ փոփոխությունների կարիք են մարդիկ տեսնում, փոփոխությունների կարիքի բաղադրիչը հիմնական որն է կայանում, սոցիալական թե ազգային թեմաներ։ Շատ հետաքրքիր հարց եք բարձրաձայնում, որովհետև տեսեք, կան տարբեր թվեր, տարբեր սոցհարցումներ, որոնք որ օգտագործվում են ընդհանուր որպես հիմք ցանկացած ընտրարշավի։ Ես կողմնակից եմ անձամբ մարդկանց հետ անձնական շփումներ։ Իհարկե դա շատ ավելի սահմանափակ է, բայց որոշակի պատկեր դու ստանում ես ամեն դեպքում։ Հայաստանում մարզերը շատ են տարբերվում իրարից, դա երևի մեր հայ ազգի սպეციფիկան է, որ անգամ մի մարզ, անգամ վերջերս հենց գալիս եմ Սյունիքի մի գյուղը շատ տարբերվում է մյուս գյուղից, թե մարդկանց պատկերացումների մեջ եւ այլն։ Նրանց կյանքը
տարբեր ձևերով է, հա, ամեն մեկը շատ սպეციფիկ է։ Միտեղ, որը որ սահմանային է, իրեն ավելի շատ հետաքրքրում են սահմանային հարցեր։ Սյունիքում իհարկե անվտանգային հարցերն էին շատ բարձրացնում։ Այն գյուղերը, այն մարզերը, որոնք որ սահմանային չեն, բայց օրինակ աղքատության մակարդակն է շատ ցածր, իսկ այս իշխանությունների օրոք նրանք հաջողացրել են այնպես անել, որ մենք ունենք ծայրահեղ աղքատության շատ բարձր մակարդակ, ու գրեթե օրինակ նույն Շիրակի մարզում ամեն երկրորդ թե երրորդ երեխան սոված է պարկում քնում, որովհետև պրիմիտիվ կեցության խնդիրներ ունեն եւ այլն, այսինքն տարբեր ռեգիոն իր սպეციფիկայով առանձին խնդիրներ է որպես առաջնահերթություն նշում, բայց իհարկե եթե տարանջատում ենք երկու կարևոր խմբերի անվտանգություն եւ տնտեսություն, սրանք ամենաառաջին խնդիրներն են։ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար եւ իր խմբակը արցախատիացության այդ քարոզը իրականացնում են եւ դա ոչ միայն չդադարեց, այլև սրվեց 2023 թվականի բռնագաղթից հետո սեպտեմբերյան։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած արցախցիները բազմաթիվ խնդիրներ ունեն, սոցիալական հիմնականում։ Կխնդրեի ձեզ ներկայացնել իրավիճակը այդ ասպեկտում եւ եկեք նաեւ խոսենք, թե արցախցիների շրջանում ինչպիսի տրամադրություններ են տիրում։ Սիրով։ Ես մի հատ լավ օրինակ հիշեցի, հիշում եք վերջերս մետրոյում դեպք է եղել, երբ որ արցախցի աղջիկը Արմինեն մերժեց վերցնել բուկլետներ, քարտեզներ եւ ինչ թեմա դարձավ, նա ինչպես սկսեց մատ թափ տալ Արմինենի ընկերուհին է, լավ գիտեմ, հենց տեղից է, ինչպես է այդ ամեն ինչ եղել, ամենամանրամասնություններով։ Ու մենք տեսնում ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանին շատ են նաև մերժում այլ մարդիկ, նույն մետրոյում, նույն դրսում, Երևանում, բայց իրենց հետ կարծես թե նման աղմուկ չի բարձրացվում, ինչպես որ եղավ Արմինեի հետ։ Որովհետև այդտեղ կար արցախատիացության այդ հերթական այո, հենց դա է խնդիրը, որ ուրիշ մեկը մերժեց, ինքը այդպիսի հիստերիայի մեջ չընկավ, բայց երբ որ մերժեցին արցախցիները, արցախցին կոնկրետ այս պարագայում, հա, ինքը միանգամից փորձեց օգտագործել այս պահը եւ դարձնել մի հատ ամբողջ շոու ու ամբողջ ձևով ցույց դրեց իր դեմքը, կարելի է ասել։ Այո, արցախցիների բռնագաղթից հետո այստեղ մի քաոս էր իրականում տիրում, սկզբում պետական մարմինները ասում են, որ նրանք պատրաստ չէին ուղղակի այսքան մեծ հոսքի արցախցիների, այնինչ արդեն ակնհայտ էր, որ առնվազն բլոկադայի վերջին ամիսներին ակնհայտ էր, որ իրավիճակը գալու էր հասնելու էր սան, ես շատ լավ հիշում եմ իմ խոսակցությունները իմ մամայի հետո, որ այդ ժամանակ Արցախում էր, բլոկադայում էր, նա պատրաստվում էր պահածոներ էր, ինչ-որ մետեղից, չգիտեմ որտեղից գտնում, պատրաստում, ես ձմեռվան, որ ձմեռը ծանր լինելու բան, ես ինձ ապշած նայում եմ, եւ չէի ուզում, ոնց որ հիասթափեցնել, կոտրել իրան կամքը բան, բայց ես ասում եմ, մամ, հələ սպասեք էլի, որտեվ իրանք ներսն էին, իրանք լավ չէին տեսնում ինչ է կատարվում, բայց մենք դուրսն ենք, մենք շատ ավելի լավ պատկերը հեռվից ավելի լավ է երևում։ Ավելին ասեմ, թեկուզ մի փոքր շեղվեցի թեմայից, բայց հիշեցի այդ օրերին իմ խոսակցությունը այստեղ Արցախի պետական այրերից մեկի հետ, ով որ այստեղ էր, ես այսպես ասում էի, ինչ որ պլան էի մշակում, այսպիսի քայլեր, այնպիսի քայլեր, օգոստոս ամիսն էր, եթե չեմ սխալվում, ասում էին, բայց որ մենք այդքան դեմ գնանք այս իշխանություններին, թե թոշակները, թե ինչ որ բանը կկտրեն։ Ես ապշած էի, անկեղծ ասած, որովհետև արդեն Արցախի չգոյության թեմաներ գնում։ Ու ես որ հարցը բարձրացնում էի, որ պետք է օրինակ այս քայլերը Հայաստանում մենք այսպես կազմակերպվենք, ինքնակազմակերպվենք արցախցիներով, այս գործողություններ, այն գործողություններ, ինձ հակընդեմ ասում են, բա որ Հայաստանից Նիկոլ Փաշինյանը կտրեն թոշակները ու Արցախ գումարը չփոխանցվի։ Շատ ողբերգական է այս արտահայտությունը, որովհետև փաստացի խոսում են նրա մասին, որ մայր Հայաստանից կարող էր այդ փողերը կտրել մյուս հայերին, մեր հայերին այդ գումարը չգնա, ու երկրորդը, որ Արցախը արդեն իսկ կործանվում էր, իսկ այնտեղ դեռ այդ գիտակցումը չկար, որ Արցախը կործանվում էր։
Ինչևէ, եկանք Մայր Հայաստան, այստեղ տոտալ քաոս էր, իհարկե, ինչքան էլ տարօրինակ լինի, ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ նաև այն անձանց, ովքեր որ նաև պետական աշխատող էին այդ ժամանակ, բայց գիշեր-ցերեկ լծված էին, հատկապես Գորիսում, առաջին արցախցիների կանգառներ եղել այնտեղ, հետո տեղափոխությունների հարցում սոցիալ նախարարության այն որոշ քանակի մարդկանց, ովքեր որ գիշեր-ցերեկ նաև աշխատում էին, ես դա չեմ կարող մերժել, հերքել, բայց համակարգը լիովին կոլապսի էր ենթարկված, այսինքն մի քանի 2-3 հոգու աշխատանք, 2-3 չէ, ավելի շատ իհարկե, բայց չէր կարող համարժեք չէր այն մարտահրավերին, որ վրա հասավ։ Մենք գիտենք, որ հիմա արհեստական խնդիրներ են ստեղծվում քվեարկության մասով։ Այո, դրան էլ կանդրադառնանք, հենց սոցիալնախարարության ներկայացուցիչների իրանց հետ էլ հանդիպումներում ասում են, որ օրինակ տոտալ ձախողվել է արցախցիներին աշխատանքի տեղավորման ծրագիրը, տոտալ ձախողվել է արցախցիների բնակարանային ծրագիրը։ Նրանք արդեն իսկ ինձ թվում է փաստ է այն թվերն էլ, որ այսօր գոյություն ունեն, որ ձախողվել են։ Գալով քաղաքացիության թեմային, նախ ինչքան միֆեր կար քաղաքացիության հետ կապված ամենասկզբում, ես հիշում եմ, որ առաջիներից մեկն էի, նաև որ բարձրաձայնում էինք այս նախ ապօրինության մասին, արցախցիներին քաղաքացիությունից զրկելու, որտեղ 30 տարի արցախցիները եղել են քաղաքացի, եւ սա կառավարության մեկ որոշումով արցախցիները զրկվեցին քաղաքացիությունից, եւ երկրորդը, որ նրանք միֆեր էին տարածվում, որ եթե քաղաքացիություն ընդունես, չես կարողանալու հետ վերադառնալ Արցախ եւ այլն ինչ-որ sense թեմաներ։ Հիմա էլ արհեստական խոչընդոտեն, եթե չեմ սխալվում, անգամ պաշտոնապես աշխատողները արցախցիներին ասում են, որ միայն հունիսի 10-ից հետո նրանք կարող են ստանալ իրենց անձնագրերը։ Մարդիկ կան, որ դիմել են պայմանական դեկտեմբերին, օրենքով նրանք 2 ամսվա ընթացքում առավելագույնս պետք է ստանան իրենց անձնագրերը, այն էլ այն դեպքում, որ հայտարարել էին, որ արցախցիները արագացված տեմպով պետք է ստանան իրենց քաղաքացիությունը, այդ արագացվածն էլ մի կողմ թողնելով 2 ամիսներ անցած մինչ օրս չեն տալիս։ Ակնհայտ է, որ արցախցիների տրամադրությունները հակընդդեմ են այս իշխանությունների օբյեկտիվորեն եւ այս պայքարը ամեն մի ձայնի համար պայքար է։ Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիներն դա լավ հասկանան, որ յուրաքանչյուրի ձայնը, մեկ հատիկ ձայնը շատ կարևոր է, եւ սա էլ իշխանությունները հասկանալով այդպիսի վարքագիծ են դրսևորում արցախցիների նկատմամբ։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվեց ընդամենը եկեղեցու պաշտպանության ասպեկտում դիրքորոշում արտահայտելով, նշելով, որ իրենք կպաշտպանեն եկեղեցին մեր ձևով, հա։ Այդ տոտալիտար մեքենան կամ ավտորիտար այդ մեխանիզմը հենց այդ ժամանակվանից սկսեց գործել ընդդեմ իր քաղաքական օպոնենտի եւ այժմ մենք տեսնում ենք, որ ուժեղ Հայաստանի նկատմամբ էլ ավելի մեծ թափով են ընթանում բռնաճնշումները։ Ես կցանկանայի խոսել իշխանապողության առումով ձեր տեսլականի մասին։ Քվեարկությունը հունիսի 7-ին է, գործող վարչախումբը չի թաքցնում, որ ամեն ինչ անելու է իշխանությունը պահելու համար բոլոր մեթոդներով, այդ թվում բնականաբար անօրինական մեթոդներով, եւ ինչ է անելու ուժեղ Հայաստանը հունիսի 7-ից հետո։ Հունիսի 7-ից հետո ուժեղ Հայաստանը նշելու է հաղթանակ։ Ես իմ շփումներով, իմ պատկերացրածով ու ներքին համոզումով գալիս եմ այն եզրակացության, որ այնուամենայնիվ ժողովուրդը հոգնել է այս ստերից, ժողովուրդը ուզում է այդ փոփոխությունները եւ այդ փոփոխությունները նրանք չեն կարող լինել անընդհատ, նույն մենք շրջափուլի մեջ չեն կարող պատտվել ու ցանկանալ փոփոխություն։ Մենք չենք կարող անընդհատ նույն անունները տալ ու ասել ինչու մեր կյանքում ինչ-որ բան չի փոխվում։ Մենք կարծում ենք, որ նոր անուններ են պետք, իսկ Հայաստանը այդ պոտենցիալը ունի։ Հայաստանը ունի շատ այնպիսի պրոֆեսիոնալ դեմքեր, ովքեր որ կարող են Հայաստանում իրենց ներդրում ունենալ Հայաստանի զարգացման մեջ, իսկ մենք որպես կուսակցություն պատրաստ ենք բոլոր սցենարներին։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, սա միանշանակ է, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ նաև դուք էլ կհամաձայնեք ինձ հետ, որ Սամվել Կարապետյանը մի մարդով, որ այդպիսի հաջողությունների է հասել, չի կարող առաջնորդվել միայն մեկ պլանով։
մենք ունենք նաև մեր տարբեր սցենարները, այս սցենարները դրված են մեր սեղանին եւ մենք պատրաստ ենք բոլոր քայլերին, որը որ Նիկոլ Փաշինյանը կանի, բայց միևնույն ժամանակ հորդորում խնդրում ենք եւ կոչ ենք անում, որ պարզապես ընդունեն ընտրության արդյունքները, որովհետեւ Հայաստանը պետք է ի վերջո մտնի մի հատ ստաբիլության շրջան, այս 8 տարիները турբուլենտ, ինչ որ մենք շրջանում ենք ապրում, անընդհատ քաոսային, ինչ որ իրադարձությունների մասին ենք մենք խոսում, որոնք որ առհասարակ կարևոր չեն Հայաստանի համար եւ ընդհակառակը շատ կարևոր իրադարձություններ են, որ անցնում են մեր կողքով։ Մենք կարծում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է մի հատ կայուն վիճակ եւ ընտրություններից հետո այդ կայուն վիճակի մեկնարկը պետք է տրվի։ Որոնք են ձեր ծրագրային հիմնական դրույթները, որոնց ծանոթանալուց հետո քաղաքացին դուրս կգա տանից եւ կգնա քվեարկելու։ Տեսեք, ունենք շատ կոնկրետ հստակ հաշվարկների վրա արված առաջարկություններ ու ծրագրեր, որոնք որ ներառված են մեր կուսակցության ծրագրում, իմ կարծիքով կարևորագույններից է օրինակ 300,000 նոր աշխատատեղ է, իմ կարծիքով շատ կարևոր է 1000 բնակարան, մեր ամեն տարի 1000 բնակարան մեր զինծառայողներին 50% զեղչով, իմ կարծիքով շատ կարևոր է 0% հարկը փոքր բիզնեսների համար եւ կարող եմ սրանք էլի նշել, մենք ունենք մեր ծրագիրը, որ գնում է, բայց գիտեք, ընտրություններից առաջ բոլոր կուսակցությունները ներկայացնում են իրենց ծրագրերը, բոլոր կուսակցությունները։ Ոչ մեկ չի գալու ասի, օրինակ մեր առաջարկածով թոշակի բարձրացում է նախատեսվում 12,000 դրամով, ոչ մեկ չի գալու ասի, որ թոշակը իջեցնելու է, ոչ մեկ չի գալու ասի, չէ, որ գալու եմ ձեր ասֆալտը քանդեմ, կամ ձեր ջրամատակարարումը կտրելու ենք։ Բոլորի ասածները շատ նման են։ Շատ Սա նաև օրինակ ես մի քիչ նաև անվտանգային տեսակետից ասեմ, մենք երբ որ մշակում ենք անվտանգային ծրագիրը, հասկանում ենք, որ մեր սպეციფიკան հաշվի առնելով, Հայաստանի, անվտանգային միջավայրը հաշվի առնելով, դու չես կարող ինչ որ կրեատիվ լուծումներ տալ, դա կան շատ հստակ հաշվարկներ, որոնց որ դու տատանումը շատ փոքր է, այսինքն բոլորի առաջարկները այս տեսակետից, եթե դու հիմքը վերցնում ես քո Հայաստանի ազգային շահերը, նմանվում է, նույնն է գալիս, բայց հարցը այն է, ով է դա ասում, ով է իրականացնում։ Նիկոլն էր 21 թվականին հայտարարում էր, որ Արցախի դեօկուպացիա է լինելու, Հադրութ ու Շուշի ենք ազատագրելու, չէ՞։ Ու չարեց, որովհետև այդ մարդը ինձ թվում է պաթետիկ ստախոս է, որովհետև ինքը ինչ ասում է, համոզված եղեք սիրելի հայրենակիցը, ինչ ասում է, ուղիղ հակառակն է գնում։ Իսկ Սամվել Կարապետյանը այն մարդն է, որ ինչ ասում, անում է։ Ամբողջ իր կենսագործունեության ընթացքում, որ ինչ այդ մարդը խոստացել է Արցախում հիվանդանոց կառուցել է, խոստացել է երիտասարդների ուսման հետ կապված աջակցություն արել է, խոստացել է բանակի աջակցություն արել է, անգամ սա մեզ մոտ կարող եմ փոքր փակագիծեր բացել, մենք երբ որ ծրագիր էինք քննարկում, շատ հստակ էինք դրում, ասում ենք բայց մենք չենք կարող մի բան գրել, որ չկարողանանք անել, մի հատ նորից հաշվարկներ անենք, բյուջեի մեջ ոնց ենք տեղավորվում, այնքան մանրակրկիտ ենք մեր ամբողջ ասածները անում, որովհետև այս մարդիկ իրենց ասածին շատ լուրջ են վերաբերվում։ Նույն Սամվել Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը իր խոսքին միշտ տեր է կանգնում։ Սա այն առանձնահատկությունն է, որ ես տարբերակում եմ այլ կուսակցությունների ծրագրերից եւ այլն, ասել, որ բոլորը շատ լավ բաներ են ասելու, բայց պետք է հասկանալ ով է ասում եւ ինչ դա ինչ է արել։ Իդեպ ես մեկ բան հավելեմ, Սամվել Կարապետյանը նաեւ այն անհատն է, ում նկատմամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը գործ էր հարուցել, սրա մասին շատ քիչ է խոսվում եւ փաստացի Կարապետյանն էլ ինքն է հանդիսանում թիրախ ադրբեջանական կողմի համար։ Այո, երբ որ հաճախ իշխանական ներկայացուցիչները ասում են, բա ինչ է արել Սամվել Կարապետյանը բանակի համար, պատերազմի ընթացքում եւ այլն, այստեղ էլ մի փոքր պատմություն պատմեմ, ես պատրաստվում էի մի հատ ֆիլմ նկարահանել պատերազմի ժամանակ, կոնկրետ 44 օրյա ժամանակ Սամվել Կարապետյանի աջակցության մասին,
Արցախի Արցախ ուղարկելու եւ այլն։ Իհարկե այստեղ գնում էինք իրավաբանների հետ էինք քննարկում, ինչ կարող ենք ցույց տալ, ինչ կարող ենք ցույց չտալ, հաշվի առնելով որ նա, ինչպես նշեցիք, Ադրբեջանում հետախուզման տակ է եւ այլն։ Հասկացանք, որ առաջինը ես ինչքան է ապշած այդ թվերով, այդ ամեն ինչով, ու հետո որ գնում ենք մտածում ենք, իսկ սա արդյոք արժե ասել, սա չարժե ասել եւ այլն, հասկացանք, որ այդ ֆիլմը արդեն ամբողջովին իր իմաստը կորցնում է, եթե մենք շատ կարևորագույն բաներ չենք ասում այդ ֆիլմում, ու պարզապես կիսատ թողեցի արդեն այդ գործը, որովհետեւ սահմանափակումներ կային, չէի կարողանում բարձրաձայնել այն աջակցության մասին, որը որ Սամվել Կարապետյանն արել է բանակին։ Եվ այնպես է ստացվում, որ ԿՊ-ից ոչ մեկ հետախուզման տակ չէ, բայց Սամվել Կարապետյանը հետախուզման տակ է, բայց նույն ԿՊ-ից հարց են առաջադրում, ինչ է արել Սամվել Կարապետյանը բանակի համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արեգ Հովսեփյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային ֆինանսական փոխանցումներ, կրիպտո արժույթ եւ այլն։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։